Կադրերում Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի համայնապատկերն է։ Գյուղը կորած է ծխի մեջ։ Այս կադրերն էլ արվել են Շիրակի մարզում, օդանավակայան տանող ճանապարհին։ Ամբողջ ճանապարհը կորած է ծխի մեջ։ Ճանապարհից բռնած չի երևում։ Այս սեզոնին մարդիկ բարբերաբար այրում են թափված տերևները եւ խոզանները։ Դրանցից մեծ քանակությամբ եւ մթնոլորտ աղտոտող նյութ է դուրս գալիս եւ շատ կոնցերոգեն նյութեր են դուրս գալիս, այսինքն քաղցկեղածի նյութեր, որոնք միանշանակ վնաս են։ Չոր տերևները այրելիս մթնոլորտ են արտանետվում թունավոր նյութեր, որոնք կարող են առաջացնել գլխացավ, շնչահեղձություն, հազ, ալերգիա եւ ծանրացնել ասթմայի ու սրտանոթային հիվանդությունների ընթացքը։ Տերևաթափից առաջացած թափոններն այրելը արգելվում է նաեւ օրենքով։ Քաղաքացիների նկատմամբ նախազգուշացում կամ 50,000 դրամ տուգանք, պաշտոնատար անձանց նկատմամբ 200,000 դրամ տուգանք։ Ես կպահանջեի բնակչից այլ բան, ես կպահանջեի, որ բնակիչը պահանջեր իր համայնքապետարանից։ Ակտիվ լինեին, ասեին համայնքապետարան, գիտեք, մենք չենք ուզում շնչել այս օդը, մենք էլ ենք հասկանում, որ սա վատ է, կարող եք մեզ մի հատ ալտերնատիվ առաջարկել։ Նոյեմբերի 25-ին Երևանի օդի աղտոտվածության ցուցանիշը հասել է 168.9 միավորի, ինչը նշանակում է, որ օդը վտանգավոր է շնչելու համար։